աշտարակցիներ, Արագածոտնի մարզի հարգելի բնակիչներ, ողջունում եմ բոլորիդ, ինձ համար պատիվ է խոսքով, ողջույնով դիմել ձեզ։ Այսօր այս դահլիճում հավաքվել ենք և այս դահլիճի լեփ-լեցուն լինելը խոսում է այն մասին, որ մենք, մեր ընտանիքները, մեր ընկերները, մեր շրջապատը համաձայն չեն այն ամենի հետ, ինչ կատարվեց այս անցնող 8 տարիներին Հայաստանի և Արցախի հետ։ Իսկ ինչ կատարվեց բոլորս ականատես եղանք։ Պարբերաբար տարբեր ոտնձգություններ հայ առաքելական եկեղեցու դեմ։ Բարձրաստիճան հոգևորականներ կալանավորվեցին, հասավ այն աստիճանի, երբ երկրի վարչապետը եվրոպական տարբեր ամբիոններից կարծես մի բամբասկոտ լաչարկին փորձում է բամբասում էր մեր հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների մասին և կարծես թե արտաքին ինչ-որ ուժերից, այսպես ասած, օգնություն խնդրում։ Լկտիության մակարդակը հասել է այնքան, որ մեր 1700-ամյա քրիստոնեություն ունեցող առաջին քրիստոնեական երկրի հոգևոր առաջնորդին, ամենայն կաթողիկոսին, որևէ քննիչ իրեն իրավունք վերապահեց, այսպես ասած, թույլատրել, որպեսզի կաթողիկոսը մասնակցի հարևան երկրի Վրաստանի պատրիարքի հուղարկավորությանը։ Եվ հետաքրքիրն է, որ չթույլատրեց, որպեսզի մեր հոգևոր բարձրաստիճան հոգևորականները մասնակիցը լինեն։ Իսկ ինչ կա սրանից, այսպես ասած, գաղջ ու խայտառակ։ Մեր մասին նույն Վրաստանում ինչ են խոսել, նույն Վրաստանի հոգևորականները ինչ կարծիքեր ունենալու մեր մասին, բնականաբար վատ։ Մենք պետք է բոլորս այս անցնող տարիներին տարբեր պայքարների միջոցով մենք տարբեր թե փողոցային պայքարներով, թե խորհրդարանում մեր Հայաստան Դաշնիկի պատգամավորները փորձել են պայքար մղել այսօրվա իշխանությունների և իրենց վարած քաղաքականության դեմ։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր խրամատում, մեր մերձավորների բակերում, գյուղերում, մեր ընկերական շրջապատներում այս հարցերը վեր հանել, միասնական թիմեր ստեղծել և էլ ավելի նոր ուժով պայքարել այն ամենի դեմ, ինչը որ այսօր կատարվում է Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ կատարվեց Արցախի հետ բոլորս տեսանք։ Պետք է մենք մեր ընկերներին բացատրենք, որ իրենք ընտրելով Հայաստան դաշինքը ընտրում են Հայաստանը, այն Հայաստանը, որտեղ ազգային արժեքները ավելի կարևոր են, քան ասֆալտն ու բորդյուրը։ Ես շատ լավ հասկանում եմ, տարիներ շարունակ ասֆալտը ազգային և հոգևոր արժեք սարքելով, այսօրվա իշխանությունները խաբելով մարդկանցից քվեին կորզել։ Այլևս այդպես չի լինելու, որովհետև մենք բոլորս մեր ուժերը մեկտեղելու ենք և պայքարելու ենք այդ ամենի դեմ։ Մեր ընկերները բոլորս ընտրելու ենք այն Հայաստանը, որտեղ Արցախի մասին պատմող գիրք նվիրելու համար ոչ մեկից աշխատանքի, ոչ մեկի չեն ազատելու աշխատանքից։ Այլևս նման բաներ չի լինելու, որտեղ, չգիտեմ, մեր ինքնության մասին խոսելու համար ոչ մեկ չի պատժվելու, իսկ մենք այսօր դա տեսնում ենք։ Ես վստահ եմ, որ բոլորով մեր ուժերը մեկտեղելով կարողանալու ենք այդ արդյունքին հասնել, մեր գործն արդար է, ի գործ բոլորիս ցանկանում եմ